Մեր վրթանես, ես համար պատիվ է, ձեր հյուրը լինել, երկար սպասված հանդիպում է սա, իրեւ պիտի ասեմ, որ առաջին հանդիսավոր նիստն է նվիրված հայրենիքի ձայն ամսաթերթի 60-ամյակին։ Շարքը սկսում ենք հյուրականով ու շատ շնորհակալ եմ ձեր լավ վերաբերմունքի համար։ Ասեմ, որ թերթի հիմնադիր խմբագիրը 1965 թվականից եղել է մեր գրականության մեծ դասական Վահագն Դավթյանը եւ երկար տարիներ թերթը չէր տպագրվում համայնքական գրողության որոշմամբ մենք տարիներ առաջ 2017-ից դեռ սկսել ենք Վահագն Դավթյանի թերթի լույս ընծայումը ավելի շքեղ տպագրությամբ գունավոր, բայց շարունակում են նույն ավանդույթները մեր եկեղեցին, մեր հայ մշակույթը այստեղ արժանավոր տեղ ունեն։ Թերթում դուք կտեսնեք յուրաքանչյուր համար նվիրված է մեկ նշանավոր դասական երևույթի հայ մշակույթի։ Վերջին համարը, որ հրատարակել են Սերո Խանզատյանն է, տպագրության ընթացքի մեջ է Զորաբար Անդրանիկի 160-ամյակին նվիրված համարը, այստեղ կան համարներ նվիրված ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանին, Չարենցին, Պատկանյան եւ Ռաֆայել Քոթանջյան, բոլոր մեր մշակույթի մեծերն են, սրանք գրել ենք ընծայելու համար ձեզ, դուք ազատորեն կարող եք նվեր ստանալ մեր թերթի օրինակներ եւ գրադարանի համար կպահեք եւ անձնապես կարող եք ունենալ եւ վերջապես նաեւ մեր գրողների գրքերն ենք ձեզ բերել։ Համայնքական գրողնեության յուրահատկությունը այն է, որ մենք բաժանմունքներ ունենք աշխարհի բոլոր մասերում։ Հենց դրա համար կոչվում է համահայկական։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, բոլոր այն երկրները, որտեղ հայեր կան, մենք բաժանմունքներ ունենք, այսինքն մենք ազգային միասնության գաղափարը մեզ համար ստեղծագործական ուղենիշ է։ Եվ մեր մայր եկեղեցի, ես այն կարծիքին եմ, որ մեր երկրի վերազարթոնքը այս նեղությունների հաղթահարելը կարող ենք միայն անել ամուր փարվելով Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցու։ Սա մեր հավատամքն է, իսկ ինձ համար նաև կենսագրություն, որովհետև ես երկար տարիներ աշխատել եմ Մայրաթոռում, մամլո դիվանի պետն եմ եղել Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի, Գարեգի վեհափառ Հայրապետի ընտրությունից հետո վեհափառի մամլո քարտուղարը եւ շատ թանկ բան եմ վերել ցուցադրելու համար, օրինակ, երբ վեհափառը ընտրվեց, ես իբրև մամլո դիվանի պետ կազմակերպեցի, իմ նախաձեռնությամբ կազմակերպեցի Գարեգին առաջինին լուսանկարում ենք, իբրև արդեն ամենայն հայոց կաթողիկ, որ Արտիլիասից էր վեհափառը եկել Մայրաթոռ, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս, Գարեգին բն, ընտրությունից հետո Գարեգին ամենայն հայոց կաթողիկոս։ Ահա այս եզակի օրինակները, որը նախաձեռնեցինք 1995 թվականին ու Իմիջիայլոց իրենք Գարեգին ներկա երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գարեգին առաջինը անցել էին միասին ընտրության երկրորդ փուլ եւ ներկա կաթողիկոսը ասել էր եթե առաջի փուլում ես չհաղթեմ եւ երկրորդ փուլում մնամ Մեծիտանեն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ իմ թեկնածությունը կանեմ եւ ինքը այդպես էլ արեց իր թեկնածությունը անեց եւ այնտեղի Անտիլիասի կաթողիկոսը Կիլիկիոն դարձավ ամենայն հայոց կաթողիկոս առանց երկրորդ բնականաբար եւ նաեւ այս ընտրության ժամանակ ինքը մեծ քանակի ձայներ է հավաքել այսինքն ջախջախիչ մեծ ամասնությամբ եւ ուրախ ենք այստեղ էլ որ հավաքվել ենք պատահական եկեղեցի չէ գիտենք Գրիգոր Լուսավորիչը գնացել է Կեսարիա եւ այնտեղ է ձեռնադրվել այնտեղից երկու սրբի աճումներ գնում Հայաստան են բերում այդ սրբերից մեկը լինում է Գրիգոր Լուսավորչի կնոջ Մարիամի եղբոր Աթանագինեի աճումները համաքրիստոնեական սուրբ է մյուսը Հովանես Մկրտչի աճումները Մուշ քաղաքի մոտ ամփոփում են հետագայում որ հանում են մեկ ոսկորի վրա այնտեղ կառուցում են Մշո Սուրբ Կարապետի վանքը եւ մոտ 200-206 տեղ եկեղեցի են կառուցում 4-րդ դարում եւ այդ եկեղեցիներից արևելա Հայաստանում ամենանշանավորը եղել է Բյուրականի Սուրբ Հովանեսը ինչպես արևմտյան Հայաստանում Մշո Սուրբ Կարապետը Արցախում Գանձասարի Սուրբ Հովանեսը Հայաստանի այս հատվածում ամենանշանավորը եղել է Բյուրականի Սուրբ Հովանեսը եւ եղել է կաթողիկոսների նաեւ ամառային նստավայրը այստեղ Գևորգ առաջի բյուրականցուց
մինչև Գևորգ 4-րդ, Գևորգ 4-րդը նաև շինություն ունի, ձեր երևի ամայքապետ եղած ժամանակ վերադարձվել է նաև եկեղեցուն, եւ այսօր այդտեղ Խրիմյան հայրիկ կրթանն է գործում, այնտեղ Խրիմյան հայրիկն է եղել, Կոմիտաս վարդապետը երկու տեղ երգչախումբ է պահել, մեկը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, մյուսը Հյուրականում է պահել։ Ամենաստեղծագործ տարիները եղել է Կոմիտասի 1899-ից 1907 թվականները, մինչև Խրիմյան հայրիկի մահը, եւ այդ շրջանում մոտ 3000 երաժշտություն ա մշակել, որոնցից շուրջ 1000-ը բյուրական։ Հետաքրքիր բան ասեմ, նույնիսկ առաջի դաշնամուրը բյուրական է բերվել, եւ բյուրական է եղել, մանրամասն հիշատակ։ Ուրախ ենք նաեւ, որ բյուրականի եկեղեցում մենք ազգային, հոգեվոր, մշակութային եւ այսօր էլ ասենք մեզ շատ sense պատված ենք զգում։ Մեր համար շատ կարեւոր է, որ ունենք գրողներ, ստեղծագործողներ, մենք արտադրություն ենք տալիս։ Պիտի մենք սպառող չլինենք։ Սկսած տնտեսական մասից երկիրը պիտի արտադրություն ունենա, մինչև գրողը հոգեվորական։ Գրողը հոգեվորականը ամոթավոր գործազուրկ ունենա։ Ուրեմն իրենք շնորհք չունեն։ Շնորհակալություն Տեր հայ։ Սիրելի բարեկամներ, նաև մի լրացում եմ ուզում ավելացնել մի խոսքին, որ համայնքական գրողների միությունը գործում է խմբագրական հատուկ բաժին, մենք շատ բծախնդիր ենք։ Յուրաքանչյուր գիրք հրատարակելիս ամեն տառը, ամեն տողատակը քննել, զննել, խմբագրական լավ աշխատանք կատարել, դա տևում է ամիսներ, տարիներ, որի հետևանքը լինում է այն, որ չկան մեր գրքերում մեկ տող, որ մեր հավատքին հարազատ չլինի, որ մեր ազգային սկզբունքներին հարիր չլինի։ Գիտեք, որ այսօր գրական ազատություն է, որը ցավոք սրտի իջարն է գործադրում ոմանց կողմից, սակայն մեզ մոտ շատ խիստ է դրված։ Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել հայոց գրերը պիստ խոսքեր գրելու համար։ Սրբություն պիտի ու ժամանակակից հայ գրականությունը այդ սրբության արտահայտությունն է, եւ այդ պատճառով էլ գրքերը, որ ձերել ենք ձեզ նվեր, այդ գրքերի մեջ դուք կտեսնեք մեր ասելիքը, մեր գաղափարները, մեր մտքերը, ինչպես ապրենք։ Իմ գործընկերներին շուտով կներկայացնեմ, սակայն իմ խոսքի ավարտին ուզում եմ ասել հետևյալը։ Ինչ անենք։ Այդ հարցին ուզում եմ պատասխանել։ Ինչ անենք։ Արդյոք հուսալքությունը ճանապարհ է, ոչ։ Հեռացումը ճանապարհ է, ոչ։ Հուսահատությունը ճանապարհ է, ոչ։ Հիասթափությունը ճանապարհ է, ոչ։ Այդ ամենը ճանապարհ չեն։ Դրանք տանում են դեպի ակողի։ Ես սիրո կողմնակիցն եմ, բայց սեր ոչ դանդաղ հոսող գետի նման, սեր ոչ մարման ջրի նման, սեր ոչ լճի ու լճացած հակերեսի նման, ոչ, ես փոթորկված սիրո կողմնակից եմ, ես խելագար սիրո կողմնակից եմ, որ խենթանաս, ուրեմն ինչպես ապրենք հարցին, ես իբրև մտավորական մարդ, իբրև ձեր եղբայրը, հարազատը ասում եմ, եկեք ապրենք հայրենիքի սիրով խելագարված։